Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր մայիսի 12 Թզենին պահողը կուտի նրա պտուղը և իր տիրոջ պահպանողը կպատվի Առակաց 27-րդ գլուխ 18-րդ խոսք Նա ով խնամում է թզենին վայելում է նրա պտուղները իր աշխատանքի դիմաց և նա ով ծառայում է բարի տիրոջը պատիվ է ստանում որպես վարձատրություն Իրապես Տեր Հիսուսը ամենալավ Տերն է և մեծ պատիվ է անգամ ամենափոքր գործը կատարել նրա համար Որոշ տերերի ծառայելը նման է վայրի խնձորենի պահպանելուն և որպես վարձ ստանալ միայն թթու պտուղներ Բայց մեր Տեր Հիսուսին ծառայելը նման է ամենաքաղցր թզերով լի ծառ խնամելուն Նրա ծառայությունն ինքնին ուրախություն է Դրանում շարունակելը առաջընթաց Դրանում հաջողությունը օրհնություն այս աշխարհում Իսկ դրա վարձատրությունը փառք երկնքում Մեր ամենամեծ պարգևները կհավաքվեն այն ժամանակ, երբ թզերը կհասնեն իրենց լիակատար հասունությանը, այսինքն հաջորդ աշխարհում Հրեշտակները, որոնք այժմ մեզ ծառայում են, մեր օրվա գործն ավարտվելուց հետո մեզ տուն կտանեն Երկինքը, որտեղ Տեր Հիսուսն է, կլինի մեր պատվավոր բնակարանը, հավիտենական երանությունը, մեր պատվավոր բաժինը, իսկ ինքը Տերը մեր պատվավոր ուղեկիցը Ով կարող է լիովին պատկերացնել այս խոստման ամբողջ խորությունը Նա ով ծառայում է իր տիրոջը պիտի պատվի արժանանա Տեր, օգնիր մեզ ծառայել մեր տիրոջը Թող մենք ամեն պատվի ակնկալիքը թողնենք այն ժամին, երբ դու ինքդ պիտի պատվի արժանացնես մեզ Թող որ քո Սուրբ Հոգին կերտի մեր մեջ խոնարհություն և համբերատարություն Լինենք աշխատող և ծառայող միայն քո փառքի համար